Հայտնի է վաղար շաբաթի ընտրություններում, որ քաղաքական ուժը որ համարի ներքո կմասնակցի։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում այսօր որոշվել է, որ քաղաքական ուժը որ համարի ներքո է մասնակցելու վաղար շաբաթի ավականու ընտրություններին։ Այսպիսով, առաջին հաղթանակ կուսակցությունների դաշինքը կազմում առաջ եւ հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությունները, երկրորդ համահայկական ճակատ կուսակցությունը, երրորդ հանրապետություն կուսակցությունը, չորրորդ Մայր Հայաստան ազգային դեմոկրատական կուսակցությունը, հինգերորդ ազատ դեմոկրատներ կուսակցությունը, վեցերորդ ժառանգություն կուսակցությունը, յոթերորդ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ ութերորդ հայրենիք կուսակցությունը։ Իրանի հարավ-արևելքում գտնվող Թավթան հրաբուխը, որը դադարել է գործել ավելի քան 700,000 տարի, սկսել է արթնանալ։ Այս եզրակացության են հանգել գիտնականները, որոնք ամերիկյան գիտական ամսագրում հրապարակել են իրենց զեկույցը։ Ինչպես նշել է իրանական իռնագործակալությունը, Թավթան հրաբուխը մոտավորապես 3940 մետր բարձրություն ունի։ Այն գտնվում է Իրանի եւ Պակիստանի սահմանին գտնվող լեռնային շրջանում եւ առաջացել է Եվրասիական մայրցամաքի տակ գտնվող Արաբական օվկիանոսի սուզումից։ Հրաբուխի վրա կան ակտիվ ծծմբային աղբյուրներ, որոնց արդյունքում արտանետվում են ծծմբային գազեր։ Նրանց տվյալների համաձայն Թավթանը 2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի մայիսը 10 ամսվա ընթացքում բարձրացել է 9 սանտիմետրով։ Հրաբուխը չի վերադարձել իր բնականոն վիճակին, ինչը վկայում է նրա մակերևույթի տակ գազի ճնշման կուտակման մասին։ Գիտնականները նշել են, որ Թավթանի արթնացումը պահանջում է դրա վիճակի վերանայում եւ ակտիվության մոնիթորինգ։ Ռուսաստանի Բելգորոդի մարզի Վալույկի քաղաքը ենթարկվել է Ուկրաինայի զինված ուժերի հրթիռային հարձակման, հայտնել է մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Նրա խոսքով հարձակման արդյունքում մեկ տղամարդ ստացել է ականապայթյունային վնասվածքներ եւ գլխի փափուկ հյուսվածքների բեկորային վնասումներ, սակայն կարողացել է ինքնուրույն դիմել հիվանդանոց։ Վնասվել են 2 ենթակառուցվածքային օբյեկտ, ինչպես նաեւ այրվել է 4 պոտածածկ տարածք, վնասվել են 1 ավտոմեքենա եւ գազել բեռնատար։ Նույն օրը հաղորդվել է նաեւ, որ Վալույկի շրջանի Կազինսկայի վարչական միավորի ղեկավար Վիկտոր Գոժենկոն ընկել է ուկրաինական անօդաչուի հարվածի տակ, շրջայց կատարելիս Կազինկա Միխայելովկա ավտոճանապարհի հատվածում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հանդիպումը տեղի կունենա 2 շաբաթից Հարավային Կորեայում։ Այս մասին հայտնել է ամերիկացի առաջնորդը Fox News-ին տված հարցազրույցում։ Մենք պատրաստվում ենք հանդիպել մի քանի շաբաթից։ Հարավային Կորեայում կհանդիպենք Սի Ցզինփինի եւ այլ մարդկանց հետ։ Ես եւ նախագահ Սի Ցզինփինը առանձին հանդիպում կունենանք, ասել է Սպիտակ տան ղեկավարը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը առաջարկել է, որ Միացյալ Նահանգները մշակի Ուկրաինայի համար խաղաղության պայմանագրի նախագիծ, հաղորդումը Աքսիոսը հղում անելով աղբյուրներին։ Զելենսկու եւ եվրոպացի առաջնորդների միջև հեռախոսազրույցի ժամանակ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերը առաջարկել է համագործակցել Միացյալ Նահանգների հետ Ուկրաինայի համար խաղաղության համաձայնագիր մշակելու հարցում համաձայն Թրամփի Գազայի հատվածի 20 կետանոց ծրագրի, հաղորդում է հրատարակությունը։ Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ եւ նա նաեւ քննարկել է Կիևին աջակցության միջոցառումները եվրոպացի առաջնորդների եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ։ Սպիտակ տանը մամուլի համար փակ հանդիպման ժամանակ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի նախագահները խոսել են զենքի, մասնավորապես հեռահար զենքի մատակարարման մասին։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, փոխանցում է Ունիանը։ Զելենսկու խոսքով Թրամփի հետ զրույցի մի մասը նվիրված էր նաեւ հեռահար համակարգերին, սակայն նա հրաժարվել է մանրամասներ հայտնել։ Մենք որոշեցինք, որ հիմա չենք խոսելու այդ մասին։ Միացյալ Նահանգները չէր ցանկանա էսկալացիա, ուստի այս թեմայի վերաբերյալ հնարավոր հարցերը կմնան անպատասխան, ասել է Ուկրաինայի առաջնորդը։ Նախագահ Թրամփն ինձ հետ կիսվել է ռուսական կողմի հետ իր երկխոսությամբ։ Այդ պատճառով մենք հասկանում ենք Ռուսաստանի բոլոր ազդանշանները։ Դրանք նոր չեն։ Մենք հույս ունենք նախագահ Թրամփի ճնշման վրա այս պատերազմն ավարտելու համար, ասել է Զելենսկին։ Հարցին, թե այս հանդիպումից հետո նա քիչ թե շատ լավատես է Տոմահավք հրթիռների մատակարարման հարցում, Զելենսկին պատասխանել է. «Ես իրատես եմ»։
Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում կայանալի գագաթնաժողովը երկկողմանի կլինի, հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Հավանաբար դա երկկողմանի հանդիպում կլինի, բայց Զելենսկին կապի մեջ կլինի, ասել է նա։ Միևնույն ժամանակ ամերիկացի առաջնորդը կարծիք է հայտնել, որ անհրաժեշտ է եռակողմ հանդիպում, որի ժամանակ ԱՄՆ-ն միջնորդի դեր կստանձնի։ Թրամփը նաև Հունգարիան անվտանգ երկիր է անվանել Պուտինի հետ հանդիպման համար, ընդ որում նա հայտարարել է, որ իրեն դուր է գալիս վարչապետ Վիկտոր Օրբանը։ ԱՄՆ նախագահը վստահություն է հայտնել ուկրաինական կարգավորման հաջողության հարցում, կարծիք հայտնելով, որ իրադարձությունները բավականին լավ են զարգանում։ Կենտրոնական բանկը զգուշացնում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Կենտրոնական բանկի կողմից ձեռք բերված տեղեկությունների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Bank 24.am անվանումով ներկայացվող ընկերությունը իր կողմից բացված կայքեջերի եւ տարբեր սոցիալական ցանցերում TikTok, Facebook, Instagram հրապարակված գովազդների միջոցով հանդես է գալիս վարկեր տրամադրելու հրապարակային առաջարկությամբ։ Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից նշված ընկերությանը չի տրամադրվել որևէ տեսակի գործունեություն իրականացնելու լիցենզիա։ Հետևաբար վերջինս գործում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի վերահսկողության շրջանակից դուրս։ Զեղծարարություններից եւ ֆինանսական կորուստներից խուսափելու նպատակով քաղաքացիներին հորդորում ենք զգոն լինել եւ օգտվել բացառապես Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ֆինանսական ծառայություններ մատուցող կազմակերպություններից։ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերի եւ վարկային կազմակերպությունների ցանկը ներկայացված են Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի պաշտոնական կայքեջում։ Իսկ այժմ սպորտի լուրերից։ Հայ բռնցքամարտիկ Նարեկ Հովհաննիսյանը երկրորդ մենամարտն է անցկացրել պրոֆեսիոնալ ռինգում եւ դարձյալ հաղթել է։ Կալիֆոռնիայի Commerce քաղաքում անցկացված մենամարտում Հովհաննիսյանի մրցակիցը եղել է ամերիկացի Էրիկ Հովարդը, ով ունի 7 հաղթանակ եւ 4 պարտություն։ Հայ բռնցքամարտիկը 4-րդ ռաունդում նոկաուտ է ենթարկել նրան։ Մենամարտն անցկացվել է երկրորդ կիսաթեթև քաշային կարգում։ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը անդրադարձել է լրատվամիջոցների հրապարակումներին, ըստ որոնց վեհապարի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ինչպես արդեն մեկնաբանել եմ համացանցում տարածված զայնագրության վերաբերյալ, ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթը նախաձեռնվում է դեպքի փաստի առթիվ, ոչ թե անձի նկատմամբ։ Անձի վերաբերյալ քրեական դատավարության օրենսգրքում կա հանրային քրեական հետապնդում ձևակերպումը։ Facebook-յան հարթակում տարածվում է շատ մեղմ ասած անգրագիտություն։ Խնդրում եմ պաշտոնական մեկնաբանությունը սոցցանցերում չվերափոխել մանիպուլատիվ բնույթ կրող տեղեկատվության, գրել է նա։ Հայաստանի Հանրապետության վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի որոշ օրենքների նախագծեր քննարկելիս ազգային ժողովում Հայաստանի կառավարության ներկայացուցիչը կլինի արտարադատության նախարար Սրփուի Գալյանը։ Հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը արտարադատության նախարար Սրփուի Գալյանին նշանակել Հայաստանի ազգային ժողովում օրենքների նախագծերը քննարկելիս Հայաստանի կառավարության ներկայացուցիչ, նշված է վարչապետի որոշման մեջ։ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումներ, կձևավորվի նոր ստորաբաժանում։ Այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Մինչև տարեվերջ ներքին գործերի նախարարության կազմում կձևավորվի հանցավորության պաշտոնական վիճակագրության վարման, այդ թվում արհեստական բանականության միջոցով վերլուծության ու դրա հիման վրա հանցավորության առավել արդյունավետ կանխարգելման համար առաջարկների ուղղորդող վերլուծությունների մշակման համար պատասխանատու ստորաբաժանում։ Ներքին գործերի նախարարի գլխավորությամբ քննարկվել են հանցավորության կանխարգելմանն ուղղված միջոցառումները, այդ թվում ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի վերաիմաստավորման տեսլականը։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը Ալեքսանդր Կոչուբաևի կալանավորման պատճառով հայտարարել է անժամկետ գործադուլ։ Հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Փաստաբանին մեղադրանքի առաջադրվել քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական
պահերին այլ վնաս պատճառով տեղեկություն հրապարակելը կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ։ Նշենք, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Facebook սոցիալական ցանցում կատարած գրառման համար։ Մասնավորապես անդրադառնալով Մկրտիչ Սրբազանին կալանավորելու հանգամանքին փաստաբանը նշել էր, որ հոգին սատանային վաճառած քննիչների, դատախազների, դատավորների պատիժը երկնային է լինելու եւ աղոթում է Տիրոջը, որպեսզի նրանց չների եւ պատիժը քավեն սերունդներով։ Փաստաբանը նաեւ կոշտ այլ արտահայտություններ է արել քննիչների, դատախազների ու դատավորների հասցեին, առանց որևէ մեկի անունը նշելու։ Հայաստանը ողջունել է Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը եւ պատանների ազատ արձակմանը։ Կամպալայում չմիավորման շարժման 19-րդ նախարարական հանդիպման ժամանակ ունեցած ելույթում այս մասին ասել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։ Հայաստանը շարունակաբար ընդգծել է, որ Պաղեստինի եւ Իսրայելի ժողովուրդների համար հարատև կայունություն, անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցություն կարող է երաշխավորվել միայն երկու անկախ հարևան պետությունների գոյությամբ, որտեղ բոլորը կօգտվեն խաղաղ համակեցության առավելություններից։ Մենք ողջունում ենք Գազայում հրադադարի վերաբերյալ համաձայնությունը, ուղղված մարդասիրական օգնության անխափան մատակարարման ապահովմանը եւ պատանդների ազատ արձակմանը, եւ որ ամենակարևորն է, բանակցությունները պետք է շարունակեն լինել միակ գործնական ուղին Մերձավոր Արևելքում երկու պետություն սկզբունքի հիման վրա, արժանապատիվ եւ հարատև խաղաղության հասնելու համար, նշել է Հայաստանի արտաքին գործերի փոխնախարարը։ Ուկրաինա նոր զենքի մատակարարումները մեծապես կախված կլինեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Զելենսկու ուրբաթ օրը կայանալիք հանդիպումից, հաղորդում է ABC-ն հղում անելով եվրոպական դիվանագիտական աղբյուրին։ Զելենսկին ուրբաթ օրը կհանդիպի Թրամփի հետ, փորձելով նրանից կորզել հեռահար Թոմահawk հրթիռներ, չնայած Մոսկվայի նախազգուշացումներին, որ սա կլինի քայլ դեպի որակապես նոր մակարդակի էսկալացիա։ Ուկրաինա նոր զենքի մատակարարումները մեծապես կախված կլինեն Թրամփի եւ Զելենսկու միջև ուրբաթ օրը կայանալիք կարևոր հանդիպումից, ասվում է հայտարարության մեջ։ Մեկնաբանելով Հունգարիայի ընտրությունը որպես Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովի վայր, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նշել է, որ նման որոշումները փոխադարձ համաձայնեցված են։ Նման որոշումները կայացվում են փոխադարձաբար։ Դա երկկողմանի գործընթաց է հանդիպման վայրի վերաբերյալ այս որոշումների մշտական հարցում։ Լրագրողներին ասել է Պեսկովը, պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։ Մեկ օր առաջ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփը եւ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Բանակցություններից հետո Թրամփը հայտարարել է, որ երկրները բարձր մակարդակի բանակցություններ կանցկացնեն հաջորդ շաբաթ, որին կհաջորդի Բուդապեշտում կայանալիք գագաթնաժողովը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը պատրաստակամություն է հայտնել պայմաններ ստեղծել Բուդապեշտում Ռուսաստան-ԱՄՆ հնարավոր գագաթնաժողովի համար, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։ Սլովակիան Հունգարիային ֆինանսական օգնություն է առաջարկում Թրամփի եւ Պուտինի հանդիպումը կազմակերպելու համար, հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։ Սլովակիայի կառավարությունը Հունգարիայի գործընկերներին առաջարկում է ցանկացած հնարավոր օգնություն միջոցառումը կազմակերպելու համար, ինչպես նաեւ ֆինանսական աջակցություն, ինչը հնարավորություն կտա կարճ ժամանակում կազմակերպել այդքան շատ բարդ միջոցառում, նշել է Ֆիցոն։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը խրախուսական է անվանել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև Հունգարիայում սպասվող հանդիպման մասին լուրը։ Մասկը սոցիալական ցանցերում ուշադրություն է հրավիրել Թրամփի գրառման վրա, որը կրկնօրինակել էր ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը վերաբերում էր Պուտինի հետ իր հեռախոսազրույցին եւ Հունգարիայում սպասվող հանդիպմանը։ Խրախուսելի է, ասել է Մասկը Հունգարիայում կայացած հանդիպման մասին լուրի վերաբերյալ։ Ուկրաինայի DTEK էներգետիկ հոլդինգը հաղորդել է, որ Կիևում, Կիևի եւ Դնեպրոպետրովսկի մարզերում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են հայտարարվել։ Դնեպրոպետրովսկի մարզում արտակարգ անջատումներ են իրականացվել։ Արտակարգ անջատումներ են իրականացվել նաեւ Կիևում եւ Կիևի մարզում, ասվում է հրապարակված հաղորդագրության մեջ։ Ուկրաինական Ստրանա հրատարակչությունը հայտնել է, որ Պոլտավայի, Սումի եւ Կիրովոգրադի մարզերում արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են մտցվել։
Մոլդովայի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Քիշնիևի միջազգային օդանավակայանում հայտնաբերել են ուղեբեռ, որը կարող է պայթուցիկ նյութեր պարունակել։ ՌԻԱ Նովոստին հայտնել է գործակալության աղբյուրը։ Ընթանում է հետաքննություն եւ հայտնաբերվել է ուղեբեռ, որը կարող է պայթուցիկ նյութեր պարունակել։ Օդանավակայանի ուղևորները տարանվել են։ Տեղում են գտնվում ռումբերի վնասազերծման մասնագետներ եւ այլ մասնագետներ։ Խուճապ չկա, ասել է գործակալության աղբյուրը։ Ռումբի վնասազերծման մասնագետները ուսումնասիրում են կասկածելի առարկան։ Օդանավակայանի տարածքը շրջափակված է։ Վերջին ամիսներին Մոլդովան բազմիցս ենթարկվել է կեղծ ռումբերի սպառնալիքների, որոնք թիրախավորել են հանրային շենքերը եւ տրանսպորտային հանգույցները, այդ թվում Քիշնիևի օդանավակայանը։ Բոլոր դեպքերում տեղեկատվությունը չի հաստատվել, սակայն հանգեցրել է տարածքի ժամանակավոր տարհանման եւ ստուգման։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ ակնկալում է ճնշում Վաշինգտոնի, Բրյուսելի եւ Կիևի լիբերալ ուժերի կողմից Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հանդիպումը խափանելու համար։ Նրա խոսքերը մեջ բերել է ՌԻԱ Նովոստին։ Ես առաջիկա օրերին լուրջ ճնշում եմ սպասում այսպես կոչված լիբերալ ձախակողմյան Ամերիկայի եւ եվրոպական երկրների, այդ թվում Ուկրաինայի կողմից Բուդապեշտում նման գագաթնաժողովի ընդհանրապես անցկացմանը խոչընդոտելու համար։ Ես ակնկալում եմ, որ սա կսկսվի այսօր եւ առաջիկա օրերին, ասել է Վուչիչը։ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ հոկտեմբերի 17-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նախատեսվում է քննարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Բուդապեշտում կայանալիք իր հանդիպումը։ Ես երեկոյան հեռախոսով խոսեցի Ամերիկայի նախագահի հետ, ասել է կառավարության ղեկավարը Կոսուտ ռադիոկայանի եթերում։ Եվ ես այսօր առավոտյան կխոսեմ նախագահ Պուտինի հետ։ Օրբանը հույս է հայտնել, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդների միջև Հունգարիայի մայրաքաղաքում կայանալիք բանակցությունները կարևոր քայլ կլինեն Ուկրաինայում հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Սկզբից մենք ասել ենք, որ պատերազմը վատ է, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է փակենք դիվանագիտական ուղիները։ Եթե դիվանագիտական ուղիներ չկան, երբեք խաղաղություն չի լինի, ասել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ Պուտինի եւ Թրամփի միջև առաջիկա հանդիպումը բավարարում է բոլոր հունգարական ընտանիքների շահերը, քանի որ այն կնպաստի ուկրաինական հակամարտության դադարեցմանը, որը խոչընդոտում է եվրոպական երկրների, այդ թվում Հունգարիայի բնականոն տնտեսական զարգացմանը։ Ճապոնիայի նախկին վարչապետ Տոմիիչի Մուրայաման մահացել է 102 տարեկան հասակում, հաղորդում է Կիոտո լրատվական գործակալությունը։ Մուրայաման, որը ծնվել է 1924 թվականին Օիտա պրեֆեկտուրայում, 1972 թվականին ընտրվել է որպես Ճապոնիայի սոցիալիստական կուսակցության անդամ։ 1994 թվականին նա դարձել է Ճապոնիայի 81-րդ վարչապետը, գլխավորելով եռակողմ կոալիցիոն կառավարությունը։ Նա Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը հայտարարել է սահմանադրական, պաշտպանել Ճապոնիայի օրհներգի եւ դրոշի ճանաչումը եւ շարունակականությունը, ինչպես նաեւ վերահաստատել ԱՄՆ-Ճապոնիա դաշինքի մշտականությունը։ Մուրայաման պատմության մեջ կմնա որպես վարչապետ, որը այսպես կոչված Մուրայամա հայտարարության մեջ ընդունեց Ճապոնիայի քաղաքականության սխալը, որը հանգեցրեց պատերազմի։ Այնուհետև նա զղջացել է պատերազմի ընթացքում Ճապոնիայի կողմից ասիական երկրներին պատճառված տառապանքների համար եւ ներողություն խնդրել։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ռուս պաշտոնյաների հետ կքննարկի ԱՄՆ եւ Ռուսաստանի նախագահներ Դոնալդ Թրամփի եւ Վլադիմիր Պուտինի միջև Բուդապեշտում հաջորդ շաբաթ կայանալիք հանդիպման օրակարգը։ Հաղորդում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը, հղումանելով իր սեփական աղբյուրներին։ Սպիտակ տան ռազմավարությունն այն է, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ ուղարկվի ռուս պաշտոնյաների հետ հանդիպման Բուդապեշտի գագաթնաժողովի օրակարգը քննարկելու համար։ Բացատրել է բանակցություններին մոտ կանգնած աղբյուրը, նշել է հրատարակությունը։ Հոդվածի հեղինակը նշում է, որ Ռուբիոն կարող է Ռուսաստանին առաջարկել տարբեր տնտեսական խթաններ, որպես Ուկրաինայի հակամարտությունը լուծելու ապագա խաղաղության համաձայնագրի հետևանք։ Միևնույն ժամանակ ԱՄՆ կողմը պլանավորում է Կիևին ավելի մեծ հեռահարության զենք մատակարարելու եւ պատժամիջոցները խստացնելու սպառնալիքը որպես լծակ օգտագործել։ Չեխիայի Հանրապետությունը բժշկական եւ մարդասիրական օգնություն է ուղարկել Հորդանան, Գազայի հատվածում դաշտային հոսպիտալներին աջակցելու համար, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները։ Հաղորդագրության համաձայն բժշկական գործիքներ, դեղորայք եւ վիրակապեր են մատակարարվել Հորդանան։
Սեպտեմբերին Չեխիայի կառավարությունը հաստատել է 1,37 միլիոն կրոն, մոտավորապես $60,000 արժողությամբ տեղորայքի փոխանցումը Գազայի, Հորդանանի կողմից աջակցվող դաշտային հիվանդանոցներին։ Տարածաշրջանում հակամարտության սկսվելուց ի վեր այնտեղ բուժվել է ավելի քան 100,000 հիվանդ։ Բրազիլիայի արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրան եւ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն բանակցություններ են վարել Վաշինգտոնում եւ պայմանավորվել սկսել նախագահներ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվայի եւ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները։ Կողմերը համաձայնել են համատեղ աշխատել նախագահ Թրամփի եւ նախագահ Լուլա դա Սիլվայի միջև հանդիպումը հնարավորինս շուտ կազմակերպելու ուղղությամբ, ասվում է համատեղ մամուլի հաղորդագրության մեջ։ Բրազիլական դիվանագիտական մամուլի ծառայության հաղորդմամբ կողմերը մտադիր են նաև առաջիկայում բանակցություններ վարել մի քանի ոլորտներում համագործակցության ամրապնդման վերաբերյալ։ Սաուդյան Արաբիան եւ Միացյալ Նահանգները նախատեսում են նոյեմբերին ստորագրել ռազմական համագործակցության համաձայնագիր, որով երկու կողմերն էլ արաբական երկրների վրա ցանկացած հարձակում կդիտարկեն որպես խաղաղության եւ անվտանգության սպառնալիք, հաղորդում է բրիտանական Financial Times թերթը, հղում անելով աղբյուրներին։ Նրա խոսքով գործարքը կարող է կնքվել թագաժառանգ Մուհամմեդ բին Սալման Ալ-Սաուդի հաջորդ ամիս Միացյալ Նահանգներ կատարելիք այցի ընթացքում։ Ակնկալվում է, որ համաձայնագիրը կլինի ամուր եւ կներառի ընդլայնված ռազմական եւ հետախուզական համագործակցություն։ Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյան թերթին հայտնել է, որ բանակցություններ են ընթանում թագաժառանգի այցի ընթացքում որևէ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ, սակայն մանրամասները դեռևս վերջնականապես չեն որոշվել։ Իջևանի նախկին քաղաքապետն ու նրա որդին ձերբակալվել են։ Այս մասին հայտնել են հակակոռուպցիոն կոմիտեից, նշելով, որ նրանք ձերբակալվել են քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նրանք մեղադրվում են հողերի ապօրինի օտարման, հողերի լվացման եւ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ Հակակոռուպցիոն դատարանը դեռևս 2025 թվականի մարտի 28-ին վարույթ էր ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը։ Գլխավոր դատախազությունը պահանջում Իջևան համայնքի նախկին ղեկավար Վարուժան Ներսիսյանից եւ նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել 5 անշարժ գույք եւ դրամական միջոցներ։ Վարուժան Ներսիսյանը Իջևանի քաղաքապետի պաշտոնում աշխատել է 1999 թվականից մինչև 2011 թվականը։ Եվրոմիության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումները, որոնք արդեն իսկ տարբեր ծրագրերով ընթացքի մեջ են, վերջնարդյունքում հասնելու են 2.5 միլիարդ եվրոյի։ Սյունիքի մարզում լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը, շեշտելով, որ դա շատ կարևոր հանձնառություն է, որ Եվրամիությունը ստանձնել է 2021 թվականից։ Դրանք ծրագրեր են, որոնք արդեն իսկ իրագործվում են կամ նախապատրաստման փուլում են։ Օրինակ Սիսյանից Քաջարան Մայրուղին թունելի հետ միասին այս նախաձեռնությունների մաս է։ Դրանք ներդրումներ են, որոնք մենք կատարում ենք Եվրամիության բյուջեի ծվարկերի տեսքով, որոնք Հայաստանի կառավարությունն է վերցրում, ինչպես նաև այլ գործընկերների կողմից արվող ներդրումները դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա նախաձեռնության շրջանակներում, ասել է Մարագոսը։ Դեսպանը մանրամասնել է, որ այդ 2.5 միլիարդ եվրոյի ներդրումների մաս են կանաչ Երևան նախաձեռնությունը, Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների շրջանակներում ձեռք բերված ման մագնիշի 87 ավտոբուսները, Երևանում 50 մանկապարտեզի վերանորոգումը, ինչպես նաև ներդրումները, որոնց նպատակն է բարելավել էլեկտրաէներգիայի հաղորդալարերը Հայաստանի եւ Վրաստանի միջև, որը շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգիայի շուկան բացելու առումով, որպեսզի ավելի կանաչ էներգետիկ նախաձեռնություններ եւ ներդրումներ լինեն երկրում։ Քաղաքապետարանի աշխատակիցներն այսօր հոկտեմբերի 17-ին հատուկ տեխնիկայի օգնությամբ քանդել են Սարյան պուրակում գտնվող կրպակները։ Քանդվել է Զորյան 1 Տրոպեկ հասցեում գտնվող սրճարանը։ Կոլորիտ ՍՊ-ի տնօրենն ասել է, որ երեք քաղաքապետ Հավինյանը որոշում է կայացրել ու այսօր եկել են ամբողջ գույքը քանդելու, ասելով, որ այն ինքնակամ շինություն է եւ հողը համայնքի սեփականությունն է։ Սա քաղաքապետարանի կողմից վանդալիզմ է։ Իրենք մեզ չեն տեղեկացրել, երբ հարկ է լինում գումար վճարելու կամ տարածքը աղտոտված է լինում, իրենք տեղում նամակներն ուղարկում են, իսկ այս դեպքում չեն տեղեկացրել, եթե քանդելու էին, թող նախապես ասեին՝ միլիոնների գույք կորցրեցի, ասել է նա։
Եվրոպան պետք է բացի իր դիվանագիտական ուղին։ Ռուսաստանի հետ այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև հեռախոսազրույցից հետո հաղորդում է Reuters-ը։ Եվրոպան պետք է բացի իր դիվանագիտական ուղին Ռուսաստանի հետ, նշել է նա։ Օկտոբերի 17-ի առավոտյան Հունգարիայի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև Բուդապեշտում հանդիպումը տեղի կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի միջև բանակցություններից մեկ շաբաթ անց։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կզայրանա Ռուսաստանի եւ ԱՄՆ առաջնորդներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի միջև կայանալիք հանդիպման պատճառով։ Այս մասին գրել է ֆրանսիական հայրենասերներ աջակողմյան կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ Ես գիտեմ մի քանի մարդկանց, ովքեր կզայրանան, օրինակ Ոման Էմանուել եւ Ոման Ուրսուլա։ Գագաթաժողով Եվրամիության երկրում ինչ ամոթ նրանց եւ եվրոբազաների համար, ասվում է հրատարակության մեջ։ Հինգշաբթի օրը Թրամփն ու Պուտինը ունեցան իրենց 8-րդ եւ ամենաերկար հեռախոսազրույցը ամերիկացի նախագահի երկրորդ ժամկետի մեկնարկից ի վեր, որը տևել է 2.5 ժամ։ Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը կալանավորվել է 2 ամսով։ Երևանի քրեական դատարանը դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ բավարարել է կալանավորման միջնորդությունը։ Նշենք, որ հոկտեմբերի 16-ին դատական նիստից դուրս գալուց հետո Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի շենգավիթի նստավայրի մոտ ձերբակալվել էր փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել սոցիալական ցանցում կատարած գրառման համար, որտեղ վերջինս անդրադարձել էր Մկրտիչ սրբազանի կալանավորմանը։ Կոչուբաևը չի ընդունում մեղադրանքը։ Արամա կաթողիկոսը խստիվ դատապարտել է հայ հոգևորականների շարունակվող ձերբակալությունները։ Այս մասին հայտարարություն է տարածել Մեծիտանն Կիլիկիո կաթողիկոսությունը։ Հայտարարությունում մասնավորապես ասվում է. ամիսներ առաջ Արամա ավեհափառ հայրապետը հրապարակային կերպով դատապարտել էր հոգևորականների ձերբակալությունը եւ նույնիսկ միջնորդների միջոցով առաջարկել էր դադարեցնել այս ոչ ընդունելու երևույթը։ Նորին սրբությունը այժմ հովվապետական այցելության մեջ լինելով եւ մոտիկից իմանալով շարունակվող ձերբակալությունները դարձյալ դատապարտում է այս անընդունելի երևույթը։ Միաժամանակ վեհափառ հայրապետը պարտականություն է տվել այժմ մշակութային առաքելությամբ Հայաստանում գտնվող Տեր Շահեն arczepiskopos Սարգսյանին, որ իր մտահոգությունն ու դատապարտումը փոխանցի քաղաքական ու պետական պատասխանատուներին եւ նույնիսկ վարչապետին։ Վեհափառ հայրապետի մոտեցումն այն է, որ կարելի փութով պետություն եկեղեցի ներկա վատառողջ վիճակը պետք է վերջ գտնի եւ մեր ազգի ու հայրենիքի գերագույն շահերը պահանջում են, որ մեր ազգի երկու կարևոր սյուների պետության ու եկեղեցու հարաբերությունը սերտ ու ամուր լինեն, ասված է հայտարարության մեջ։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանը չի բավարարել Արագածոտնի թեմի առաջնորդարանի 60-ամյա հաշվապահ Նաիրա Ալավերդյանին կալանավորելու միջնորդությունը։ Նրա նկատմամբ ընտրվել է խափանման միջոց տնային կալանք։ Բաքվի դատարանում անկախ լրատվամիջոցների, փաստաբանների եւ միջազգային կառույցների բացակայությամբ շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների եւ մյուս գերիների գործով կեղծ դատավարությունը։ Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը դատարանից պահանջել է ներկայացնել Արցախի հանրապետության պաշտպանության նախկին նախարար Կամո Վարդանյանի ստորագրած փաստաթղթերի պատճենները։ Նիստը նախագահող դատավոր Աղաևն արձագանքել է, թե փաստաթղթերի ուսումնասիրությունը շարունակվում է, տպագիր տարբերակները կփոխանցվեն նրանց փաստաբաններին։ Եղանակը առաջիկա օրերին Հայաստանի Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ից 20-ին 21-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 21-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևան քաղաքում եւս հոկտեմբերի 17-ից 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում հոկտեմբերի 17-ի ցերեկը կլինի 21-ից 23 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14-ից +16 աստիճան։